խմբերից մեկի գիտական թեզի պաշտպանությանը եւ այնտեղ հանդիպենք երիտասարդների դիմադրությանը, սա առաջին հարցը, եւ երկրորդը ինչ կապ ունեք դուք կամ ձեր ընտանիքի անդամները Ինտերլոտո ընկերության հետ։ Նայեք, ես նախ գոյություն չունի երիտդաշնակ հասկացություն։ Ուրեմն ձեր տերմինոլոգիան մի քիչ ուղղեք եւ հարցը տալուց կոռեկտ եղեք։ Կա երիտասարդության կամ տարբեր կուսակցությունների երիտասարդական թևեր, որտեղ ներառված են տարբեր կուսակցություններում նաև ձեր ընկերներ, բարեկամներ։ Ուրեմն ես խնդրում եմ նախ այդ ուղղությամբ մի քիչ հարգանքով խոսենք, երկրորդը ձեր ասածը ամբողջությամբ առնչում եմ կոնկրետ նախորդ հարցի հետ, համալսարանական ինքնավարություն։ Ի վերջո խորհուրդները ձևավորվում են համալսարանի կողմից։ Եվ համալսարանական խորհուրդների ձևավորումը ձևավորում են նույն ուսանողները։ Եթե ուսանողները թույլ են տալիս, որ ձևավորվի մի խորհուրդ, որը իրենց կյանքի, կենցաղի, իրենց խնդիրների հետ առանձնապես առնչություն չունի, ուրեմն այդ համալսարանականները չեն հասկանում իրենք որտեղ են սովորում։ Խնդիրը կլուծվի իմ խորին համոզմամբ բուհական օրենքի շրջագծում, որտեղ պիտի կարողանանք խորհուրդներին տանք իսկապես առավելություններ եւ արտոնություններ եւ համալսարանը ինքը ձևավորի իր խորհրդի ձևավորման սկզբունքները։ Այսինքն համալսարանը ինքը պիտի ասի ինչպես ձևավորել ուսանողական խորհուրդ, որ այդ ուսանողական խորհուրդը լինի ինքնուրույն, հիմնականում եւ բացարձակապես հետաքրքրի եւ հետաքրքրվի այդ համալսարանի խնդիրներով եւ իհարկե հետաքրքրություն ունենա երկրի պետության ազգի առջև կանգնած հիմնահարցերով։ Սա բուհական համալսարանական ինքնավարության շրջանակում է։ Եթե մենք կունենանք այն ձևը, որը դուք եք ասում, ես չեմ կարծում, որ այդ համալսարանները կունենան շատ մեծ ապագա։ Եվ ասենք գոյություն ունեն միջազգային ուսանողական համալսարանական միություններ։ Շատերը դիմել են, որպեսզի անդամագրվեն այդ միություններին։ Ձեր ասած երիտդաշնակները, որը կոչվում է Դաշնակցության ուսանողական միություն եւ երիտասարդական միություն, անդամակցում են միջազգային սոցիալիստական ինտերնացիոնալի հայկական ճյուղին։ Իրենք միջազգային ստանդարտներում են գործում եւ եթե այդպիսի գաղափար դուք առաջարկեք, իրենք առաջինը ձեզ կմերժեն։ Չէ, ձեր ասացի տրամաբանության ես պատասխանում եմ։ Երկրորդը ես կապ չունեմ իսկապես։ Եղբորս հարցրեք։ Այսինքն ես հարցին հարցով պատասխանեմ։ Նայեք, անձնական բնույթի ցանկացած հարցի ես պատրաստ եմ պատասխանել։ Իմ եղբայրս բիզնեսով է զբաղվում եւ իմ հետ որևէ առնչություն չունի եւ շատերը ովքեր Երևանում ապրում են եւ գիտեն, դա դրան տեղյակ են։ Ես դա հստակ եւ պատասխանատու ասում։